Բուն TV-ի եթերում եւ լողում է նավը հաղորդաշարն է եւ մեր հատուկ թողարկումը նվիրված Հարություն Խաչատրյանի 70-ամյա հոբելյանին եւ մենք շարունակում ենք Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետայացուցադրությունը։ Այսօր մենք ձեզ ներկայացնելու ենք Քամին ունայնության ֆիլմը եւ հնարավորություն ունենք ֆիլմի մասին զրուցելու ռեժիսորի հենց Հարություն Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ։ Բարի օր, բարեկամ։ Փաստորեն Կոնտ ֆիլմը մենք երբ որ դիտեցինք անցյալ շաբաթ, խոսեցինք, որ դա լիամետրաժ ֆիլմ է, որը որ դարձավ կարճամետրաժ ֆիլմ, բայց փաստացի ձեր ֆիլմոգրաֆիայում ձեր դեբյուտային լիամետրաժ ֆիլմը Քամին ունայնության ֆիլմն է։ Այո, Քամին ունայնության եւ երևի քիչ ֆիլմեր էին, որ ինքս իմ ցանկությամբ, իմ սցենարով, իմ հետաքրությամբ նկարեցի դա։ Կոնտն էր, որը սարսափելի դժվարությամբ փրկեցի ջիվաղների ձեռքից։ Սպիտակ քաղաքն էր, որը չէին հասկանում ինչի մասին է ֆիլմը, սիրում են թե չի սիրում, իսկ իմ պաշտամունք ֆիլմերից մեկն է դա։ Եվ նկարեցի Քամին ունայնության, որտեվ ասեցի ես քիչ առաջ քեզ, որ ես նկարում եմ ֆիլմեր, թեմաներ, պատմություններ, որոնք ինձ ահավոր անհանգստացնում են, որոնցով ես ապրում եմ, որոնցով ես անհանգստանում եմ, որոնցով ես չեմ կարող հենց այնպես վերցնել մի հատ լավ մարդու կամ տաղանդավոր մարդու գրած սցենար եւ բռնեմ ֆիլմ նկարեմ ու հաջող ստանամ թե ինչքան լավ ֆիլմ նկարեցի։ Ես նկարում եմ հիմնականում 99% նկարել եմ հայ ազգի մասին։ Հայոց պատմություն, հայկական իրականություն, հայ մարդ, հայկական փախուստ, հայկական վերադարձ։ Եվ ես չեմ կարող ուրիշ բանով անհանգստանամ։ Ես անհանգստանում եմ այդ մարդկանցով եւ ֆիլմերը նկարում եմ դրանց մասին։ Եվ Քամին ունայնության ֆիլմը, որը ես չէի կարծում, որ ես մի օր Քամին ունայնության ֆիլմ կդառնա բազմաթիվ ֆիլմերի սկիզբը։ Որտեվ այդ մարդիկ, որոնք նկարվեցին, թվում է թե ավարտվեց ֆիլմը, հազեցինք, ցուցադրեցինք, կեսի մոտ շատ մեծ հիացմունք կար ֆիլմի մասին, կեսի մոտ կար անհասկանալի ցանկություններ, լավա թե վատա, թե գնահատականներ։ Ես կարծեմ, որ ֆիլմը հետաքրքիր է եւ ֆիլմը տվեց մի մեծ բուրըն, ասեմ, հարված մեջքից, որպես ես վազելով առաջ գնամ, որտեղ ես սկսեցի նկարել ֆիլմեր, որոնք Քամին ունայնության ֆիլմի շարունակությունն էին։ Պարոն Խաչատրյան, 1989 թվականը, այսինքն այդ բավականին արդեն իսկ տարօրինակ ժամանակաշրջան էր եւ պերեստրոյկայի իմաստով եւ այսինքն մի ամբողջ մեծ համակարգի փլուզման կարծես թե արդեն վերջին ինչ-որ փուլներ, վերջնական փուլներ ու չկար այդ վախը կամ մտավախությունը, որ այդ մարդկանց պատմությունները կարող են շատ ուղիղ դիտարկվել որպես քաղաքական պատմություն կամ ուրիշ տեսակի հարցերի որոնման պատմություն, որոնց մասին գուցե այդ ժամանակ շատերը ցանկանում էին լռեին ուղղակի։ Անհանգստությունը միշտ կար, որովհետեւ խորհրդայնությունը միշտ վախում էր եւ վախեցրել էր մարդկանց, հատկապես արվեստագետներին։ Թվում է թե որ իրանք ազատություն տվեցին, որ ազատության մասին նկարվի խոսվի, բայց կեղծ էր եւ սուտ, որովհետեւ մարդիկ այդպես չավարտեցին իրենց պատմությունը ազատությամբ, անկախությամբ չավարտեցին։ Անկախությունը բավականին թերարժեք էր։ Իսկ ֆիլմերը, որ քանի որ ոչ մեծամտորեն ինչ խոսք։ Համեստորեն ես եմ ասում եմ, որ նկարում եմ միայն ֆիլմեր, որոնք ինձ անհանգստացնում են։ Նկարում եմ միայն ֆիլմեր, որոնք իմ երկրի մասին են, իմ ազգի մասին են, իմ ազգի մի անհատի մասին է, իմ ազգի մի կոտրված կամ փշրված մասին է։ Եվ Քամին ունայնությունը նույնպես։ Սա մարդկանց մասին է, որ առաջիկայում սկսեց փախնել Հայաստանից, երկրաշարժ, խորհրդային երկրի փլուզում կամաց, աղքատություն, դժբախտություն եւ մի քանի մարդ ինչպես թողեցին Հայաստանը եւ հեռացան Հայաստանից։ Եվ ինչ եղավ իրանց հետ։ Դուք ճանաչում եք հերոսներին մինչև իրենց գնալը։ Որոշ մարդկանց ճանաչում էի, որոշ մարդկանց հայտնաբերեցի։ Որտեվ, ասենք, Ռուբեն Հաղվերդյանին ճանաչում էի, ինչ խոսք։ Որտեվ մեր լավագույն մեծ արվեստագետներից մեկն էր։ Ալեքին Աղեկյան ճանաչում էի։ Վահանին ճանաչում էի։ Հայքին այնքան չէի ճանաչում, բայց ծանոթացա հետը եւ կարծեցի, որ ամենակարևոր կերպարներից մեկն է նա։ Որտեվ ոչ մեկը չէր վերադարձել այդ թեմային, թե ինչու են Հայաստանից փախչում։ Ինչի Հայաստանից գնում են եւ չեն վերադառնում։ Ինչ խնդրեմ ունեն հայերը, որոնք հարյուրավոր տարիներ այդ փախուստի մեջ են, հարյուրավոր տարիներ չվերադարձի մեջ են։ Եվ ես կարծեցի, որ դա այնքան կարևոր թեմա է եւ այնքան կարևոր նյութ, որ պետք է ես վերադառնամ դեպի նյութը եւ սկսեմ նկարել դրա մասին։ Նկարեցի, բավականին դժվար էր, որովհետեւ պատկերացեք քիչ փողով, քիչ հնարավորություններով, վատթարագույն շրջան ապրելու, ազգի համար շատ վատ վիճակ, պատերազմ,
անհանգստություն, խնդիրներ, եւ ես գնում եմ մի թիմի հետ, մի մարդկային մի տեսակի հետ, որոնք արդեն թե կարծես թե զզվում են Հայաստանից, հայերից, բան ուզում են գնան եւ չվերադառնան։ Բայց մարդիկ կան, որ գնացել են, արդեն ապրում են, չգիտես ուզում են վերադառնան, թե չեն ուզում վերադառնան, չգիտես իրանք սիրում են Հայաստանը, թե չեն սիրում Հայաստանը, չգիտես իրանք կապված են Հայաստանի հետ, թե կապված չեն։ Ու իրավունք ունես խափելու, սուտ խոսելու եւ սուտ նկարելու։ Եվ մենք գնացինք Մոսկվա, գնացինք Էստոնիա, որտեղ հանդիպեցինք Վահանի հետ, հետո գնացինք Սիբիրները, ամենախորքերը հայք հետ հանդիպեցինք եւ բազմաթիվ մարդկանց հանդիպեցինք եւ ուզեցինք հասկանալ նրանց պատմությունը, միայնակության, վախի, հեռանալու Հայաստանից, չընդունելու Հայաստանը։ Եվ կարծում եմ դա այնքան կարևոր թեմաներ են, որոնք դրանք 3-4 ֆիլմ դրանից հետո շարունակվեց։ Ամեն մեկի շարունակությունը շատ կարևոր էր, որովհետեւ այդպիսի մարդկանց թողնել միայնակության մեջ, այդպիսի մարդկանց արհամարել հետո եւ քո անհանգստությունը, եթե դու մարդ ես, թե ինչ եղան այս մարդիկ։ Ես դրանց հանեցի հետաքրքրություն մտցրեցի մեջները ինչ-որ բաների շուրջը։ Ես այս մարդկանց անհանգստացրեցի, որ հետաքրքրվեն իմ պատմություններով։ Ինչ եղան այս մարդիկ։ Եվ ես մի քանի տարի հետո սկսեցի նորից վերադառնալ։ Ամեն 3-ից 5 տարի մեկ գնում էի տարբեր մարդկանց մոտ գտնում էի, տեղափոխվել էին ուրիշ տեղ, թե չէին տեղափոխվել ուրիշ տեղ, կամ մնում էին նույն տեղում, կենթանի էին, թե կիսամեռած էին, տխուր էին, թե ուրախ էին, դժվար էր, թե վախեցած էին, ու այդ ֆիլմերը շարունակեց։ Այդ ֆիլմերը դարձան 3-4 ֆիլմ, որոնցով ես շատ հպարտ եմ, որովհետև այդպիսի ֆիլմ նկարելը, այդպիսի շարունակականություն նկարելը լուրջ ռեժիսորական սխրանք է։ Դուք ընտրեցիք Ռուբեն Հախվերդյանի եւ Պլյուշի կերպարը, որ իրենք ձեզ հետ ճանապարհորդում են, ոնց որ դառնում են ֆիլմի տանող հերոսներից, զուգահեռաբար նաեւ այն մարդկանց, ովքեր որ արդեն այնտեղ են։ Բայց որտեղից եկա կետից այն, որտեղից որոշեցիք Ռուբեն Հախվերդյանի հետ։ Իմ անհանգստությունը կար։ Եվ ինչու հետո դադարեց այդ միասին։ Իմ անհանգստությունը կար նաեւ Ռուբեն Հախվերդյանը իմ բարեկամ ընկերներից մեկը, որը տաղանդավոր լինելով հանդերձ անընդհատ անհանգիստեր ուզում էր անընդհատ մեկներ։ Ինքն էր ուզում գնալ Հայաստանից։ Ինքն էր ուզում մեկներ Հայաստանից, խնդիրներ ուներ, շատ մեծ տաղանդավոր մարդ, մեծ պոեզիայի տեր մարդ, մեծ երգերի տեր մարդ։ Բայց պատմությունը մենակ պոեզիան չէր, պատմությունը միայն երգերը չէին։ Պատմությունը հայ ազգի տեսակի մասին էր, որոնք չգիտես ինչի վեր են գնում եւ փախնում։ Վեր են գնում ու գնում ու չեն վերադառնում։ Վերադառնում են ու նորից են փախնում։ Բավականին բարդ թեմա է, բավականին բարդ նյութ է ֆիլմ նկարելու համար, որովհետև հենց այնպես ֆիլմի նյութ չի, դա լուրջ ուսումնասիրության հոգեբանական Նաև սոցիոլոգիական լուրջ ուսումնասիրություն պետք է լինի։ Եվ ես գնացի հասա աշխարհի ծայրը։ Եվ մի օր հասկացա, որ այս ֆիլմը օրինակ Ֆրանսիայում, երբ որ Փարիզում ցուցադրվեց ֆիլմը, կան մարդիկ, որոնք կարծիքները որ կարդաք, ես ինքս արմատած եմ, թե այդքան ինչքան բարձր գնահատեցին։ Եվ հետո իմ հիվանդագին ցանկությունը շարունակելու էս պատմությունը։ Որտեղ ոնց որ մարդկանց թողեցի անտեր ու միայնակ։ Ոնց որ մարդկանց օգտագործես եւ բաց թողնես։ Հասկանում, որտեղ իրավունք չունես։ Եվ սկսեց ֆիլմեր, որոնք կոչվեցին Աբեր Փակուս Հավեր վերադարձը, Քարոլ Լևոնի պատմությունը Փակուղին, Վահանի պատմությունը նկարչի 3 գերեզմանները, եւ կարծում եմ, որ դա շատ կարեւոր է եւ ինչի անցած անգամ որ մենք հանդիպեցինք, ես շատ նեղված էի, որ հերոսատեսությունը լրջորեն չի զբաղվում ֆիլմերով, որոնք հետաքրքրություն կառաջացնեն մարդկանց մեջ եւ սկսեն մտածել տալ։ Անպայման չի, որ դրանք իմ ֆիլմերն են։ Անպայման չի, որ ես այդ ֆիլմերով հիացած եմ կամ ցուցադրվել են աշխարհի տարբեր անկյուններում։ Կարևոր են հայ ազգի այն մասնիկների համար, որոնք դեռևս անհանգիստ են, որոնք դեռևս վախեցած են, որոնք դեռևս փախնում են, որոնք դեռևս չեն վերադառնում։ Շատ կարևոր են։ Ես կուզեի, որ դրա մասին անհանգստություն լիներ եւ մարդիկ շարունակական պատմությունը պատմեին իրանք։ Այնպես որ ես կարծում եմ, որ ձեր հետ աշխատելը շնորհակալություն ասեմ, բայց դա նույնիսկ շնորհակալությունից ավելի մեծ բան է, որ դա լուրջ մարդկանց մոտեցում է կարևորության համար, որը իրանք համարել են եւ այդ ֆիլմերը սկսել են ցուցադրել։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, 1989 թվականին դուք ինչով եք զբաղված։ Միայն կինոյով եք զբաղված, ինչ եք անում, ոնց եք կարողանում հաց վաստակել, ոնց եք կարող ընտանիք պահել, ինչ եք անում այդ ժամանակ։ 89 թվականին դեռ նկարում էի, ես բայց միշտ աշխատել եմ, որովհետև մեծ ընտանիք ունեի, երեխաներ ունեի,
ապրել էր պետք։ Եկա բա որ ես ինստիտուտում դաս էի տալիս։ Եկա բա որ ես շինարարության մեջ էի աշխատում։ Եկա բա որ ես հասկացա որ ընտանիքը բայելը շատ կարևոր է երեխաներին մեծացնելը շատ ավելի կարևոր է քան հաստատ կինոն։ 10 տարի ես ուղիղ ֆիլմ չնկարեցի, դա հանցագործություն էր իմ կողմից ինչ խոսք։ Եվ ես հասկացա որ պետք է այն նյութերը որ ես հավաքել եմ քիչ նյութերը որոնք պետք է վերածեմ կինոյի։ Եվ վերածեցի կինոյի եւ ստացա մրցանակ Կարլոյի Վարիում։ Գիտեք, ակարքի փառատոնը Կարլոյի Վարին, չեմ ասի որ լավագույն ֆիլմն է իմ, որտեղ իմ լավագույն ֆիլմերից շատերը անտեսանելի են անցել, ոնց որ թե չնկատված են անցել, որոնք շատ ավելի լավ ֆիլմեր են։ Մենք դրա մասին պիտի խոսենք, ընթացքում խոսենք անպայման։ Եվ ես հասկացա, որ պետք է վերադառնամ շինարարությունից, վերադառնամ աշխատանքից, քրտնքից եւ անցնեմ կինոյի։ Որովհետեւ հատկապես այդ ժամանակ հասկացա, որ կինոն լրիվ գործվում է Հայաստանում։ Որ կինոն լրիվ զերոյացել է, ասեն։ Եվ պետք է եւ ֆեստիվալ արվի, որը շատ կարեւոր էր։ Իմ երկու ընկերների հետ միասին մենք հասանք այդ գաղափարին, որ մենք երեքով պետք է անենք, Միքայել Սամբուրցյանը եւ Սաննայի հետ։ Եվ արեցինք։ Ֆեստիվալ արեցինք, երբ որ ես ցուցադրեցի ֆիլմը, որը կոչվում էր դոկումենտալիստ, որը իմ մասին էր, որը ես պատմում եի, թե ինչ խնդիրներ եմ ունեցել, ինչքան եմ նկարել եւ ինչի եմ հասել կամ ինչի չեմ հասել ընդհանրապես։ Եվ դրանից հետո մենք խոստովանեցինք, որ եթե մենք չանենք փառատոն, հայկական կինոների գործամի, որտեղ ոչ մեկի մոտ հետաքրքրություն չկար։ Երեխաներ կային, ջահելներ կային 17-18 տարեկան, որոնք էկրանի վրա ֆիլմ չէին նայել։ Իսկ կինոն շատ կարևոր էր, ես քիչ առաջ ասեցի երևի, նորից կարող եմ կրկնել եւ միշտ եմ կրկնում ես դա, որ կինոն շատ կարևոր հզոր ուժ է, պետք է չմոռանաս իրան մասին, չպետք է իրան նետես աղբար գող, պետք է նկարես անընդհատ եւ ցուցադրես աշխարհին։ Քո ազգի մասին, քո պատմության մասին, քո սերունդների մասին, քո անցյալի մասին, քո ապագայի մասին պետք է նկարես եւ ցուցադրես աշխարհին։ Հիմա չգիտեմ դա ինչքան է կարևոր, ես փորձել եմ դա անել։ Ֆիլմեր կան, որ անցյալի մասին է, ֆիլմեր կան, որ ներկայի մասին է, ֆիլմեր կան, որ ապագայի մասին են, եւ կարծում եմ, որ մենք փառատոնով հասանք նրան, որ ունեցանք հետաքրքրություն կինոյի հանդեպ։ Նկարեցին ֆիլմեր։ Մենք 1-2 ֆիլմ չենք կարողանում տարվա մեջ գտնենք, որովհետեւ ցուցադրենք։ Հետագայում 15-20 ֆիլմ հայկական ֆիլմերի մասին։ Այո, սկսեց ստեղծվել։ Մեզ համար հետաքրքրությունը հայկական ֆիլմն է, որովհետեւ մեր կռիվը հայկական կինոյի համար է, որովհետեւ հայկական կինոն հայկական տեսակի զարգացումն է, հայկական վիճակի պատմությունն է, հայկական տեսակի աշխարհին ցուցադրելն է։ Մենք չենք կարող մեր մասին լռենք։ Մենք պետք է մեր մասին խոսենք եւ պետք է մենք մեր մասին ցույց տանք։ Պարոն Խաչատրյան, Քամին ունայնությունից առաջ երկու ֆիլմ դուք նկարել եք Միրաքյանի հետ Արմենի եւ արդեն Քամին ունայնությունից նկարեցիք Վրեժ Պետրոսյանի հետ։ Ոնց եղավ այդ բանը, փոփոխությունը օպերատորի եւ ոնց է ձեզ մոտ ընդհանրապես ստացվում օպերատորի այդ աշխատանքը։ Շատ եմ սիրում օպերատորներին, բայց շատ հարունակ մարդիկ են օպերատորները։ Չեն սիրում ռեժիսորներին եւ ճիշտ են անում, որովհետեւ ռեժիսորները կոմպրոմիսի գնացող մարդիկ են շատ, օպերատորները շատ ավելի խիստ են, օպերատորները շատ ավելի նվիրված են, օպերատորները շատ ավելի կայուն են, բայց օպերատորները նաև շատ ջղայն են, չար են, շատ բան չեն հասկանում։ Ասենք եթե դու զիջում ես հերոսին քո, ասում է ես այսօր ուզում եմ խմեմ, չեմ նկարվում։ Եվ ինքը խմում է եւ երկրորդ օրն է խմում, երրորդ օրն է խմում, իսկ օպերատորը կարծում է որ պետք է ինքը շատ շուտ ավարտի եւ իր նյութերը ուղարկի պրոյեկտի, բայց ինքը չգիտի որ հոգեվիճակը սարսափելի բան է, որ պետք է դու նկատես։ Պետք է տեսնես, հասկանաս նկարվողին հիմնականում։ Բայց նաև օպերատորին, որտեղ օպերատորները մեծ խնդիրներ ունեն։ Այնպես որ Վրեժի հետ մենք մի քանի ֆիլմ նկարեցինք եւ շատ շնորհակալ եմ իրանից, ողորմ իրան։ Չկա արդեն Վրեժը։ Շատ լավ ֆիլմեր նկարեց։ Արմենի հետ էլի կշարունակեի։ Բայց Արմենը սուր մարդկանցից մեկն էր, ջղային մարդկանցից մեկն էր, չընդունող մարդկանցից մեկն էր։ Շատ դժվար էր Քամին ունայությանը, որտեղ մենք գնալու ենք երկար ճանապարհ, քանի որ մենք շատ նուրբ մարդկանց հետ գործ ունենք, ոնց որ Ռուբեն Հաղվերդյանը, ոնց որ Ալեքը Աղեկյան, ոնց որ Վահանը, նրանց հետ պետք է կարողանալ շատ նուրբ զրուցել, իսկ ինքը կոպիտ էր եւ ջղային էր եւ ագրեսիվ էր, դրա համար Արմենը մնաց նկարելու ուրիշ ֆիլմեր։ Իսկ Վրեժի հետ մենք շատ լավ աշխատեցինք, միջև սահմանը նույնիսկ։ Եվ շնորհակալ եմ Վրեժից։ Ես նաև կուզենայի մի փոքր եթե հնարավոր է խոսենք Տերտերյանի եւ Տերտերյանի երաժշտության մասին։ Տերտերյանը ինձ համար ավագ եղբայր էր, շատ մտերիմ բարեկամ։ Ինձ առաջին անգամ
իր երաժշտության ծանոթացրեց Միքայել Սամբուրցյանը։ Շշմել եմ երաժշտություն, շշմել եմ դրամատուրգություն, վիճակ, որը կարծես թե ստեղծված էր հատուկ կինոյի համար։ Եվ ես երբ ճամփորդում ենք իր հետ, երբ գնում ենք եւ մտածում ենք անելու մասին, ինքը շատ ոգևորված էր։ Բայց ասես, նայ, ասես ես չեմ ուզում կտոր երաժշտություն գրեմ։ Արի ես գրեմ մի հատ երկար երաժշտություն, հետո որտեղ ուզում ես օգտագործի։ Իր հետ գնացինք Սևան, տուն ուներ Սևանում։ Մի քանի օր լավ քեֆ արեցինք։ Լավ խմեցինք, լավ խոսեցինք եւ ինքը ինձ համար գրեց մի մեզ քեֆ չի էր Տերտերյանը։ Հա, շատ պայծառ մարդ էր եւ շատ քեֆչի նաեւ։ Եվ նույնիսկ երբ որ ես սամանը նկարեցի եւ սամանում դրեցի իր երաժշտությունը, իր տիկինը, որը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ մարդ էր, շատ ջղայնացավ, ասաց. «Ինչ իրավունք ունես դու առանցին թույլտվության իր երաժշտությունը դրես»։ Ասի նայեք, ինքն է խոսք տվել եւ ինքն է ասել։ Ինքն է որոշել, որ այս ծավալի մեջ կաշխատենք։ Պայմանագիր ենք արել, բան ենք արել։ Ուզում եք ցույց տամ, ուզում եք ցույց չտամ, ուզում եք հանեմ։ Բայց ֆիլմը նայեք, հետո խոսենք։ Երբ նա նայեց սամանը, լացելով եկավ եւ շնորհակալություն հայտնեց, ասաց. «Այս ֆիլմի համար այդպես երաժշտություն գրելը հեչ ամոթ չի, ես շատ շնորհակալ եմ»։ Այնպես որ մենք շատ մտերիմ ենք, շատ մտերիմ եւ կարծում որ կինո երաժշտության ամենամեծակույն երևույթն ինքը։ Կինո երաժշտության։ Եվ ընդհանրապես երաժշտության շատ հետաքրքիր մարդ էր։ Այսօր մենք շատ լավ մարդկանց հիշեցինք եւ հիմա ես ձեր ձեռքին տեսնում եմ նաեւ ձեր մյուս ընկերոջ ստեղծագործական երևի թե կարելի այդպես ասել ձևակերպում ձեր կինոյի, հա, Կիրիլ Ռազլոգովի գիրքը կուզենաք մի փոքր ներկայացնենք թե ես այս գիրքը ուրեմն որը գրվել է մի 7 տարի առաջ։ Երևի ցույց տանք մի հատ։ Մի 7 տարի առաջ ես վախենում եի կարդալ այդ գիրքը։ Ինձ թվաց որ կարողա չհավանեմ ու ինձ դուր չկա։ Չէի կարդացել դու։ Չէի կարդացել, ես սկսեցի կարդալ։ Ու տեսա որ շատ հետաքրքիր գիրք է, այ բարդ։ Շատ լավ է գրել, շատ խորն է մտել այդ պատմության մեջ։ Շատ լուրջ է անալիզ արել ամեն ինչը։ Գիտեք, ակադեմիկոս Կիրիլ Ռազլոգովը կիսահայ, կիսաբուլղարացի, կիսարուս, տարբեր ազգությունների մարդ է, բայց այնքան նվիրված էր հայկական կինոյին, այնքան նվիրված էր ոսկե ծիրանին, որ իր ամբողջ կյանքը կարծես թե մինչև մահանալը ապրեց մեզ հետ։ Իմ բոլոր ճամփորդություններին, իմ բոլոր ռետրոսպեկտիվներին, լավագույն ռետրոսպեկտիվները աշխարհի արել ենք մենք Ռազլոգովի հետ։ Եվ ինքը ներկայացրել է այն ֆիլմերը, ներկայացրել է ինձ, շնորհակալ եմ իրանից, ափսոս որ շուտ մահացավ, եւ կարծում եմ որ շնորհակալություն պետք է հայտնենք իրան եւ այո, մեր ամենամեծ նվերներից մեկը կինոյի պետք է տանք իրան, որովհետեւ այդքան նվիրված հայկական կինոյին քիչ մարդիկ կան։ Պարոն Խաչատրյան, բայց գիրքը կարծեմ, եթե ցանկացողներն են ձեռք բերել, չեն կարողանալու, չէ՞, չկա այդպիսի հնարավորություն վաճառել։ Կարող են, հա, կգան իմ մոտ սուրճ խմեք եւ ես կնվիրեմ իրան։ Շատ լավ։ Պարոն Խաչատրյան, հիմա պիտի դիտենք մենք Քամին ունայնության ֆիլմը եւ փաստորեն այդ ֆիլմը որպես ճյուղավորվում է ձեր կինոյի կենսագրության մեջ եւ իրենից դուրս են գալիս էլի ֆիլմեր, որոնք մենք առանձին պիտի անդրադառնանք իրենց։ Բայց ինքը այդպես իր ընդհանրության մեջ հենց այնպեսին ոնց որ կա Քամին ունայնությանը։ Դուք ոնց կուզենայիք այսօրվա հայացքով ներկայացնել։ Արդյոք այն մտավախությունները, որոնք որ ունեիք այդ ժամանակ եւ ֆիլմում կան, այսօր էլ ձեր մտահորիզոնում կան, ձեր վախերի մեջ կան։ Այ հայացքը չի փոխվում, հայկական վախը չի փոխվում, հայկական համարձակությունը չի փոխվում, հայկական բզանկը չի փոխվում եւ փախնելու ցանկությունը չի փոխվում, վերադառնալու ցանկությունը նույնպես չի փոխվում։ Այնպես որ այնքան մեծ դարտեր կան այս ֆիլմի մեջ եւ մնացած ֆիլմերի մեջ, որ այդ դարտերով շարունակում ես ապրել։ Այսինքն դու չես նկարում մի ֆիլմ ու հետո հանդարտվում։ Հնարավոր չի, որ նկարես մի ֆիլմ, հանդարտվես եւ խաղաղվի քո հոգին։ Դու չես խաղաղվում, որտեղ ավելի ես անհանգստանում, ավելի ես դժբախտ զգում, ավելի ես խորանում ուրիշ պատմությունների մեջ եւ այդ պատմությունները շարունակվում են ու շարունակվում են։ Կարծում եմ, որ այդ բոլոր ֆիլմերը, որ ես դրանից հետո նկարեցի, այդ անհանգստությունն է հայ ազգի անհանգստությունների վրա, հայ ազգի վտանգների վրա, հայ ազգի փախուստների վրա։ Ուրիշ բան չունենք հետաքրքիր մեզ համար։ Անհանգստությունը ավելի մեծ, քան հայ ազգն է, չունենք։ Եվ այդ անհանգստությունը վերածվում է եւ կինոյի, եւ օպերայի, եւ բալետի, եւ երաժշտության։ Ինձ միշտ շատ հետաքրքիր է թե ձեր ֆիլմերում որքան կարեւոր է այդ տեղի, տարածքի, հայրենիքի, ինչ որ մի բան այդ հասցեին փնտրելու կամ այդ հասցեից հեռանալու, մոռանալու այդ բաները, ձգտումները, ու ստեղից սկսվում է այդ ամբողջը ինձ թվում է։ Ամենակարևորն է, որովհետեւ ես չեմ կարող Ղարաբաղը մոռանալ։ Ախալքալակ ես չեմ կարող մոռանալ։ Ես ունեմ 2 ֆիլմ, 3 ֆիլմ Ախալքալակի մասին,
որը շարունակվելու է, շուտով կսկսեմ ֆիլմ Վահան Տերյանի մասին, որը ամենակարևորներից մեկն է այս թեմում, որովհետև միշտ վախեցել եմ Վահան Տերյանի մասին նկարել, այսինքն նորից վերադարձ դեպի Ջավախքի հողը, Ջավախքի պատմությունները։ Հետո էլի 4 ֆիլմ կա, որոնք հերթի մեջ են դրված։ Հույս ունեմ, որ հայկական կինոն ֆինանսավորի այդ ֆիլմերը եւ ես կավարտեմ, կնկարեմ այդ ֆիլմերը, որովհետեւ իմ բոլոր ֆիլմերը հայ մարդու մասին է, հայկական իրականության մասին են, հայկական դժբախտության մասին են, հայկական անհանգստության մասին են։ Ուրիշ ֆիլմ ես չեմ կարող նկարել, ուրիշ ֆիլմերը ինձ անհանգստություն չեն պատճառում եւ չեմ կարող հեսա վերածել արվեստի։ Շնորհակալություն։ Մենք առաջարկում ենք դիտել 1989 թվականին նկարահանված Քամին ունայնության ֆիլմը, ռեժիսոր Հարություն Խաչատրյան։ Հաճելի դիտում եմ մաղթում բոլորիդ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։